Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 28 մայիսի, օրը 5 շաբթի, բարի երեկո։ Ինչպես մտերմանալ սեփական երեխաների հետ եւ սահուն հաղթահարել ծնող երեխա հարաբերությունների սուր անկյունները։ Այս մասին է խոսել հոգեբանը Գավառում կազմակերպված աշխատարանի ընթացքում։ Ծնող երեխա հարաբերությունների շուրջ է հոգեբանի հետ զրույցը։ Գավառում կազմակերպված աշխատարանի լսարանում մայրիկներ են երեխաների հետ իրենց ամենօրյա շփումներին վերաբերող հարցերով։ Հոգեբան Ռուզաննա Բադալյանը մասնավորապես անդրադառնում է ծնող երեխա հարաբերություններում մտերմություն հաստատելու կարևորությանն ու հմտություններին։ Համ ծնողների կողմից դա կարող որևէ դժվար լինի հասկանալ իրենց զավակներին, եւ զավակների կողմից էլ է լինում դժվար հասկանալ ծնողներին։ Դրա համար ես մտածում եմ, որ այդ նորմալ է, երբ որ կա այդ process-ը եւ այդ process-ի մեջ են երեխաները մեծանում։ Դրա համար իմ կողմից տենց իմ միտքը եղել է ոչ ինչ-որ բան սովորացնեմ կամ քննարկեմ կամ ասեմ սա լավ է կամ սա վատ է, այլ միասին զրուցենք եւ հասկանանք ինչն են խնդիրները կամ կարող է խնդիր չեն ուղղակի ինչ-որ բան այդ հարաբերությունների մասին զրուցենք։ Հոգեբանը խոսում է նաև երեխայի լավագույն շահն ապահովելու ճանապարհին ծնողների տագնապների, վախերի ու մշտական վերահսկողության դրսևորումների մասին։ Մասնագետը դրանք օրինաչափ է համարում, սակայն դրանցից չպետք է տուժեն հարաբերություններն ու մտերմությունը։ Տագնապը այսօրվա օրին շատ մեծ հարց է բոլորիս համար, ոչ միայն ծնող երեխայի հարաբերությունների համար, բայց ընդհանուր ինքս այդ զգում եմ դրա համար այդ նորմալ է որ դա կա։ Ոնց ստեղծել այդ մտերմությունը եւ ոնց ստեղծել այդ հարաբերությունները ծնող երեխայի եւ ոնց հասկանալ ինքդ քեզ եւ քո երեխային, երևի դա էր ամենատենց շատ քննարկումը։ Թեման արդիական է, լսարանը ակտիվ։ Մայրիկները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, ներկայացնում երեխաների հետ հարաբերություններ կառուցելու սեփական փորձառությունները։ Քննարկումը հաջողվում է դառնալով արդյունավետ երկխոսություն։ Ես սպասում էի, որ ակտիվ կլինի լսարանը, բայց չէի սպասում, որ այսքան ակտիվ կլինի եւ շատ հաճելի իմ համար շատ հաճելի զրուցանք էր դա, շատ ակտիվ հարցեր էին տալիս, իրենց մասին էին պատմում եւ ես շատ ուրախ եմ ու շատ հաճելի կլինի էլի վերադառնամ եւ շարունակեմ։ Գավառում մասնագիտական առաջին հանդիպում քննարկման հաջողությունը հոգեբանին երկրորդ անգամ այցելելու միտք է տալիս։ Նույնիսկ նախանշվում է հաջորդ թեման՝ միջանձնային եւ միջսեռային հարաբերություններ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գեղարքունիքի մարզային գրադարանի հերթական մշակութային միջոցառումը նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի 102-ամյակին։ Գրականության, վավերագրության եւ երաժշտության տարրեր պարունակող միջոցառումը համախմբել էր մեծ հայի ստեղծագործության սիրահարներին։ Գեղարքունիքի մարզային գրադարանում նշում են աշխարհահռչակ երգիչ, դերասան եւ բանաստեղծ Շարլ Ազնավուրի ծննդյան 102-ամյակը։ Նախաձեռնությունը արվեստի բաժնի գրադարանավարներինն է։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվում մեծ հայի կենսագրությանն ու անցածուղուն, եւս մեկ անգամ արժեվորվում նրա ժամանակ ու սահմաններ չճանաչող երգարվեստը։ Ազնավուրը պարզապես երգիչ չէր, նա մի ամբողջ դարաշրջան էր, իր ձայնով, խոսքով եւ անկեղծությամբ։ Նրա երգերում մարդիկ գտնում էին իրենց զգացմունքները, հիշողությունները, սիրո ու կարոտի պատմությունները։ Նա կարողացավ արվեստը դարձնել մարդկային հոգու ամենանուրբ լարերին դիպչող ուժ։ Հայերիս համար Ազնավուրը նաև ազգային արժանապատվության ու հայրենասիրության վառ օրինակ է։ Շարլ Ազնավուրի անունը պակաս հայտնի չէ նաև կինոարվեստում։ Ավելի քան 60 ֆիլմ է նկարահանվել նրա մասնակցությամբ, որոնցում երգիչը փայլել է նաև դերասանական վարպետությամբ։ Իրական մեծ բեկումը իր կինոկարիերայում եղավ 1959 թվականին «Գլուխը պատին» ֆիլմում։ Այս դերակատարումը Ազնավուրին բերեց ֆրանսիական կինոյի լավագույն դերասանի մրցանակը։ Ամենանշանավոր աշխատանքներից մեկը «Կրակեք դաշնակահարի վրա» 1960 թվականին նկարահանված ֆիլմն էր, որը դարձավ Ազնավուրի ամենահայտնի դերակատարումներից մեկը։ Առանձնակի քնարականությամբ, ջերմությամբ եւ անկեղծությամբ են լի աշխարհահռչակ շանսոնյեի բանաստեղծությունները։ Դրանցից մի քանիսը ընթերցում են գրադարանավարները։
Հնչում են նաև Ազնավուրյան ամենահայտնի երգերից։ Ceux qui souffrent viennent à toi, toi qui as tant souffert, tu comprends leur misère et les partages, Marie courage. Եթե ինձ տրվեր լոք մի ժամվա կյանք եւ երբեք ավել, կուզեի ապրել անկողնուտ խորշում։ Դու կվանեիր թե վախ, թե սոսկում։ Հակված քո կյանքի զարկերի վրա ես կպահեի իմ սրտի խորքում եւ ցուրտ հողի տակ մի քիչ ոց կրակ, պոկված քո հոգուց։ Պետք է գիտնալ կյանքի գնով, պահել պատիվ ու արժանիք, ետ չնայել հեռանալով, թեկուս մահն իսկ այդ ժամին։ Պետք է կորած երջանկության ճակատագրի դեմ անխնա գիտնալ ծածկել արցունքը դառն, բայց ես հոգիս, ես չգիցա։ Երկնքի տակ սայթակելով հուսակը տուր, քրտնած մոլոր, քայլեցիլով, ճամփիս հույսով, ճանապարհը հավերժության։ Զուրկ ուժերից իմ մարդկային հետևելով տարտամ հույսին, ուզում էի վշտից ծայրին, ճանապարհը հավերժության։ La bohème, ça voulait dire où est je lis la bohème, où n'est mon jour sur terre. Միջոցառման ընթացքում եւս մեկ անգամ խոսվում է այն ահռելի աջակցության մասին, որ աշխարհահռչակ հայը ցուցաբերեց ավերիչ երկրաշարժից հետո։ Դա միայն նյութական ու մարդասիրական աջակցություն չէր։ Հայ ժողովրդի ցավն ու հույսը արտացոլվեցին նաև նրա ստեղծագործություններում, ծնունդ տալով այնպիսի գլուխգործոցի, ինչպիսին էր «Քեզ համար Հայաստան» ստեղծագործությունը։ Օգտագործելով իր հեղինակությունը, նա հանդես էր գալիս աշխարհի տարբեր երկրներում, որպես բարի կամքի դեսպան։ Հայաստանի խնդիրները լսելի էր դարձնում միջազգային կազմակերպություններում։ Գյումրիին, որն ավելից շատ էր տուժել երկրաշարժից, նա միայնակ չթողեց ցավի մեջ։ Նրա հիմնադրամի եւ միջազգային գործընկերների ջանքերով սկսվեցին ավերված թաղամասերի եւ շենքերի վերականգնումները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։